պատկերացնի, որ արևից հետո ինչպիսի եղանակ կարող է լինել մեզ մոտ, հուսով եմ, որ ձայնս լսում եք, անգամ բրաշները չի հասցնում մազի անձևը, տեսեք, բայց ինչ մառախում է, անձև և մառախում, անգամ ճանապարհի վրայի գծերը չի երևում, որ կարողանանք մեքենան վարել, շատ դանդաղ ենք գնում, տեսեք, մենք ամրտի տակով ասանք, մի բան անձևը կանգնել, այ համաջան, հիմա ուր ենք գնում, ասեմ, որ մենք գնում ենք բժշկի ենք գնում Ալինայի ոտքի համար, վիրահատությունից հետո արդեն մեկ անգամ գիպսը փոխել են, սապոկի նման գիպս են հագցրել, որպեսզի ոտքը կարողանա դնի ներքև և քայլի և այդպես էլ Ալինան կամաց արդեն քայլում է, մենք միասին գնում ենք առևտրի, շապինգի, դուրս են գալիս, մի խոսքով սա արդեն երկրորդ անգամն է բժշկի տեսակցության, գնանք տեսնենք ինչ է անելու, բժիշկը ինչ է ասելու, ասեմ, որ Ալինան իրան ահագին լավ է զգում վիրահատությունից հետո, դեպի լավին է գնում և այդպես հարգելիներս դե ինչ ասեմ, անփորձանք հասնենք տեղ և կմիանամ կրկին ձեզ աղջիկներս հասանք տեղ, անձրևը կտրվեց պարքասոն, Ալինան ներս համտել, ես ու Լեոն ասել, մեքենայի մեջ սպասում ենք Ալինան դուրս գա, տեսնենք բժիշկը ինչ կասի Հուսով եմ ուրախ լուր կունենանք, ամեն ինչ նորմալ կլինի Ինչ ես անում, Լեոնա ջան է տեղը Նայում ես Ինչ ես նայում YouTube ես նայում Եկար տատիկի մոտ Դե բարևի բոլորին, լավ եկել ես, բարով ես եկել Հարցրու դե ոնց եք Ոնց եք Լավ եք Իրանք շատ լավ է, դու լավ ես, իմ աղջիկ, իմ աղջիկ, դու ինչ ես կերել այսօր Մամին ինչ քեզի կերցրեց Փատ Ինչ ես կերել փատ Pop sticker Pat sticker Pop sticker Pat sticker, no pop sticker, pat sticker Pop sticker Ահա, pat sticker-ը Չինացիների բանն է, այդ ինչա, ոնց որ մեր պիլմենիները, խնկալիները Այդպիսի բաներ է, տապակում է յուղի մեջ շատ համեղ ալինում, մի քանի հատ տապակ է վերցրել էր Ալինան հետը մեքենայի մեջ, այդպես Լեոնան ուզեց կերավ Այդպես աղջիկներս, ինչ ասեմ, դե ուրախ նորություններ ունեմ ձեզ համար, ասեմ Ինչի մասին է խոսքը անպայման ուզում էի կիսվեի այդ մասին Ձեզ հետ իմ ուրախությունը կիսել ձեզ հետ Իմ ուրախությունը գիտեմ, որ ձեր ուրախություն է նույնպես Բոլորս մասնակից ենք եղել Դրա մեջ խոսքը վերաբերվում է մեր Նարինե Հովանեսյանին Իմ հետևորդուհուց, որը գուշակել էր բույսը, գետնախնձորը, ասեմ, որ Նարինեն իր հասանելիք նվերները տեղ է հասել, Նարինեն ապրում է Գերմանիայում, հրաշալի աղջիկ, հրաշալի կին, հրաշալի հայուհի, Նարինե ջան ողջույններս քեզ և շնորհավոր բոլոր նվերներդ, կարծում եմ բոլորն էլ կշնորհավորեն մեր Նարինեին, հարգանքներս բոլորիդ, սիրում եմ բոլորիդ, հուսով եմ, որ կրկին մենք կանենք գուշակություն, բույսեր եմ դրել, չգիտեմ երբ կծլի, այն ժամանակ էլ անելու ենք, ուզում եմ ասել, որ լինեք հետևողական, որպեսզի բաց չթողեք այդ հետաքրքիր գուշակություն խաղ այսպես ասեմ, ես անում եմ հատուկ ձեզ համար, որպեսզի ձեզ լավ զգաք, որպեսզի ձեզ աշխուժացնեմ, որպեսզի ամենքիդ ժպիտ պարգևեմ, ամենքի դեմքին ժպիտ գա
Եվ այսպես հարգելիներս ուրախ ժամանց անցկացնել հատուկ ձեզ համար։ Դե այդպես իմ հետևորդներից ինձ հարց էին տվել, մազերս ներկելու եմ թե ոչ։ Ճիշտն ասած, արդեն մեկ անգամ ներկել եմ, շատ վաղուց կտրել եմ, արդեն մի քանի անգամ մազերս կտրել եմ։ Անցել է այդ սևը եւ եկել է իմ բնականը, ասեմ այսպես, որ սպիտակը շատ է երևում վիդեոյի մեջ, ալեխառն է ավելի շատ մազերը, սև եւ սպիտակ։ Ասեմ, որ ինձ շատ են ասում, որ այսպես քեզ սազում է, չներկես եւ այսպես կարճ գեղեցիկ եւ մազերդ ալեխառն, բայց չգիտեմ, մտածում եմ, որ ներկեմ։ Ես ուզում եմ ձեր բոլորի կարծիքներ իմանամ, ինչպես է ինձ սազում։ Դե առաջ ինձ տեսել եք իմ մազերը, իմ տեսքը եւ հիմա դուք էլ ձեր կարծիքը հայտնեք, ձեր բոլորի կարծիքը ինձ համար շատ կարևոր է եւ կհետևեմ ձեր կարծիքին, հարգելիներս։ Դե կգրեք անպայման չմոռանաք։ Նախապես շնորհակալություն եմ հայտնում եւ ուզում եմ որ ներողամիտ լինեք, լինում են վիդեոներ, որոնց հատ չեմ կարողանում պատասխանել բոլորիդ կոմենտներին, բայց ասեմ շատ շնորհակալ եմ մինչև հոգուս խորքը, ձեզանից յուրաքանչյուրից շնորհակալ եմ գեղեցիկ կոմենտների, բարի կոմենտների համար, ձեր մարդ տեսակի համար, յուրահատուկ լավն եք դուք, կարող եմ ասել, որ ձեր նմանը աշխարհում շատ քիչ են, կուզեի, որ շատ լինեին, որպիսի բարությունը, լավությունը, մարդկությունը ավելի շատ լիներ։ Ինչ ասեմ, դե ես ձեզ բոլորիդ ցանկանում եմ, որ լինեք ամենակարևորը Աստծով, չնեղվեք, խնդիրներ եք ունենում, խնդիրները լուծողը մենք ենք, մենք խելացի ենք, կարող ենք բոլոր խնդիրների տակից էլ դուրս գալ, երբեք չնեղվեք։ Ես բորշ էի պատրաստում, ուտելիք էի պատրաստում եւ մտածում էի, ասում էի, կան մարդիկ կարողա այսօր չկարողանան պատրաստել այս բորշը կամ ուտելիքը, կարող են ունենալ մեկ կտոր չոր հաց, հարգելիներս, ասեմ, այդպիսի օրեր ես էլ եմ ունեցել, օր ա եղել, որ ընդամենը ունեցել եմ մեկ կտոր հաց եւ երբ որ այդ մի կտոր հացը դրել եմ պլիտայի վրա, որպեսզի տաքացնեմ ուտեմ, ես հյուր եմ ունեցել, այդ ժամանակ հյուր ա եկել ինձ մի մարդուկին եւ դա շատ վաղուց էր, մի 40-ից ավել, 43 տարի առաջ, այդպես ասեմ, եւ ճիշտն ասած ամաչեցի, բայց մտածեցի ավելի լավա ես իրանց հետ կիսեմ այս մի կտոր, ընդհանրապես քառակուսի մի փոքրիկ կտոր հացեր, ասեցի ավելի լավա կիսեմ այս հացը ես իրանց հետ, քան թե ոչինչ չասեմ, իրենք կարծեն, որ ես չհյուրասիրեցի իրանց ինչ որ մի բան, ասեցի այսօր ես ունեմ այս մի կտոր չոր հացը եւ մեծ սիրով ես կկիսեմ ձեզ հետ, 4 մասի եմ բաժանել այդ եւ կերել ենք, իրենք էլ շատ մեծ հաճույքով, ճիշտն ասած ընդունեցին, վերցրեցին այդ մի կտոր չոր հացը եւ ասեցին, այս մի փոքրիկ կտոր չոր հացը մեզ համար շատ մեծ նշանակություն ունի, որովհետեւ այս մի կտոր հացը դու կիսեցիր մեզ հետ, ասեցին, որ կան շատ տներ, որ մտնում ենք, գառ են մորթում, հյուրասիրություն են անում, բայց այդ տան հացը ուտել չի լինում, բայց այս փոքրիկ մի կտոր հացը մենք շատ հաճույքով
ոնց որ ասած հյուրասիրվեցինք, որովհետև շատ մեծ սրտով արեցիր դու այդ բանը, կիսվեցիր մեզ հետ, այնպես որ հարգելիներս այդպիսի օրերել ենք ունեցել, չնեղվեք, այսօր կլինի չոր հաց, հաջորդ օրը կլինի շատ բաներ, ստեղծողը անողը մենք ենք, նեղության մեջով երբ որ անցնում ես, չէ որ Աստված է տալիս այդ փորձությունը մեզ համար, երբ որ տալիս է մեզ համար փորձությունը, ուրեմն ինքը մեծ գործեր ունի մեզ հետ անելու, այդպես ասեմ, սիրով անցկացրեք նեղ օրերը եւ որպիսի դիմավորեք լավ լույսավոր օրերին, այսպես հրաշք բալիկներ ունենաք, վայելեք ձեր կյանքը, ձեր երեխեքի, ձեր թոռների հետ եւ ձեր կյանքը պատվով եւ սիրով վայելեք, ձեր տարիքը առնեք, ոնց որ ասած, ուրախությունով, Աստծո կամքով, բոլորդ էլ հասնեք այս տարիքին, ապրեք ձեր տարիքը, ձեր կյանքը եւ վայելեք ձեր կյանքը արժանապատիվ, արժանավորինս, այսպես ասեմ, այնպես որ չնեղվեք, եթե ունենաք մեկ կտոր չոր հաց, հասկացեք ինչ եմ ասում։ Այսպես հարգելիներս, սիրում եմ էլի բոլորից, շատ եմ սիրում եմ ու հարգում եմ բոլորից, շատ լավն եք, յուրահատուկ եք դուք, Աստված օրհնի բոլորիդ տունը, բոլորիդ ընտանիքները, բոլորիդ բալիկներին, լինեք միշտ առողջ եւ անփորձանք, ասա բալես։ Դե։ Չեսա։ Կեսլես։ Այսօր անձրիվա ժակետ ենք հագել, սկարֆ ենք, գցել ուր է սկարֆը տատիկի, հլը տուր, այսպես, եկան անձրև էր հույս չունեինք, որ կտականայինք, շպում էր անձրևը, այսպես, հիմա հանել եմ սկարֆս և ժակետով եմ մնացել ու ժակետն էլ այսպես բաց եմ թողել, որպիսի հով լինի, անհնարար, շատ եղանակա, բայց շոքա, ծուր չի, այսպես հարգելիներս։ Ժողովուրդ ջան, մտանք բիզնես Costco, այստեղ վերցրել եմ օրգանիկ աղցանի համար, ինքը կոչվում է Baby Arugula, այստեղ վերցրել եմ եգիպտացորեն, տանենք, խաշենք, կուտենք, ասպարագուս, ծնեբեկը, հիշեցի, մտքիս մեջ հազիվ, այստեղ կանաչ լոբին է, բոլորը, և այստեղ չինական շատ համեղ բանջար է կանաչի, այսպես կարող ենք շոք է խաշել սխտորով, սոյ սասով, տարբեր ձևի պատրաստել, կարող ենք սուպերի մեջ ավելացնել, պանիրի տեսակներն են, վերցնում ենք այս պանիրը, հավարտի չիզն է ինքը, շատ համեղ պանիր են սրանք էլ, այստեղ ես շատ եկա, որպիսի կապուչինո, ֆրապուչինո, եթե հիշում եք, վերցրեցի անցած անգամ, սովորական Costco-ում չկա, միայն բիզնես Costco-ում է, այստեղ ինչպես տեսնում ենք ամեն ինչ չկա, ինչը որ կա, այն Costco-ում, կարտոֆիլ, սող, այդպիսի բաներ չկա, այստեղ մեծածախ ապրանքներն են, և լրիվ տարբեր է սովորական Costco-ից, հիմա տեսնենք որտեղ են այդ խմիչքները, հա, հես այստեղ է, սրանք ֆրապուչինոներն են,
Սրանք շատ քաղցր, ես չեմ սիրում։ Այս սրանք են լավը։ Էսպրեսոները։ Էսպրեսոն $21 49 سنت արժի Starbucks էսպրեսոներն են։ Ես անցած անգամ մի հատ էի վերցրել։ Ասեմ որ իրանք շատ փոքրիկ են քեները, շատ փոքր են։ Բայց համեղ են։ Երկու հատ կվերցնեմ։ Սրանք շատ լավն են, երբ որ մեքենայի մեջ ենք, վերցնում ենք մեքենայի մեջ, այդպես շոկ օրերին նամանավան, հաճելի է շատ խմելը, այստեղ կաթի տեսակներն են, չոկոլետ, օրգանիկ, չոկոլետ միլք սիրողների համար, սա սոյի կաթն է, սոյայի օդի, California Farm օդ, տարբեր են։ Red Bull-ը անցած անգամ եմ ցույց տվել, ես աշխատում եմ չառնել, այսինքն մենք չենք խմում։ Բացի որ հյուր ենք ունենում, մարդ է գալիս, գնում են, այդպես տանը ես սիրում եմ որ լինում է։ Հիմա կվերցնենք մեկ հատ $56 համարյա թե քանի հատ է գալիս մեջը հատ 24 հատ է 24 հատ վերցնենք սա այս կողմ տանենք քարտը մեջ չխանգարի Այստեղ էլ մեծերն են, սրանք փոքր քեներով են։ Սրա մեջ 12 հատ է, իրանք մեծերն են։ Հա։ Ավելի մեծ է քեները 16 FL-օզ Իսկ սա 12 օզա չափսը իրա մի խոսքով մեծերից չենք գնի փոքրներից թող լինի սրանք էլ էսպիսի Red Bull-ներն են էլի $56 քանի հատ ամեջը սրա Էլի այդքան պետք է լինի էլի, ինչքան որ սրամ այդ մեկի մեջ էր, այստեղսն չի երևում որ ասեմ, մի խոսքով։ Օ, այսպիսիները կան, 24 հատ է սրա մեջը, նա էլ էր 24 հատ ես կարծեմ, չէ, շատ էր ենի։ Հա, այս էլ է 24, էլ է 24, բայց շատ հետաքրքիր է, այսի արժի 38.99, սա արժի $56, բայց ի՞նչն է պատճառը։ Չգիտեմ ի՞նչն է պատճառը, ինչ որ բան կա։ Սրանք ավելի մեծ է 12 օզա 24 հատ մեջը, սա նայենք։ Հա, այսի 8-4 օզա չա փոքրիկ են, դրա համար էժանը։ Մարդիկ գնում են Red Bull-ի տեսակներն են, սա էլ է Red Bull 37-79 արժե Սա էլ է Red Bull Սա էլ Մարդիկ կան, որ առանց սրա կյանք չունեն այսպես ասած, բայց գիտեմ, որ Red Bull-ը լավ չի անգամ կախվածության մեջ է գցում մարդկանց Եթե սովորում ես խմել, անընդհատ պետք է խմել, դե մեկ հազարից մեկ կարելի է, բայց ինչը վերաբերվում է, որ ամեն օր պետք է խմես,
Եվ անգամ ոչ մեկ հատ, մի քանի հատ այսպես ասած չի կարելի։ Ալին անել են կողմնա, իրար չենք հանդիպում, դե վերջին կհանդիպենք, ոչինչ։ Կասկոից դուրս եկանք, վճարեցինք դուրս եկանք, հիմա մեքենայի մեջն ենք ու այստեղից գնում ենք խանութ, Վինքոյ ես կարծեմ, սուպերմարկետ, շատ մեծ էլի սուպերմարկետ է, պետք է կանաչի գնենք այնտեղից, ուզում ենք թաբուլե պատրաստենք, բայց մինչև շարժվելը, այստեղ ուզում եմ ցույց տամ, որ ես այս համեղ պանիրից եմ հանել, անհնար է որպեսզի չվայելեմ, 1 կտոր պանիրը, սուրճիս հետ միասին, էսպրեսո և նոր շարժվենք առաջ։ Եկել ենք այս սուպերմարկետը, ինչպես ասացի, Վինքո սուպերմարկետ։ Այստեղից կարող ենք գնալ Սեք ինչ մեծ սուպերմարկետ է, ինչքան ժողովուրդ կա, ոչ շաբաթա, ոչ կիրակի։ Աշխարհի չիփսերի տեսականիները։ You want to go to YouTube? Yeah, of course. Okay. My name's Bo. Say I'm hello. from Scotland. I'm born in England. It's got to be this country 13 years. Bye. Գալիս է դիմացից ասա ինձ էլ նկարի։ Ասում ուզում ես գնաս YouTube, ասում of course, իհարկե։ Այդպիսի լավ մարդիկ են կան, հենց այստեղ են բանջարեղենները, ճիշտ է գալիս ենք։ Տանձերը, սալորները, սեխերը, խնձորները, բանանները, մանգոները, dragon fruit-ները, մեկ հատը 3.98, այսքան է ժամ, զարմանալի աղրակի, չնայած որ չեմ սրանցից գնի, չնայած որ է ժան են, որովհետև մենք սրանցից չենք սիրում, մյուս տեսակներն ենք սիրում, են դեղին տեսակները, բայց տեսնում եք դրանից չկա, այսի ջինջերը այստեղ, կոճապղպեղը, Yellow onion, դեղին սոխ։ Մի հատ սրանից կորցնանք։ Սոխ վերցնենք։ Ես Costco-ի կարտոֆիլն եմ սիրում, ճիշտն ասած։ Բայց այստեղից վերցնենք մի քանի հատ Costco-ին բագերով է գալիս, այստեղ pound-ով է։
Լավն է։ Այստեղ տակառներով է վաճառվում համեղությունները, գիտեք, ցույց եմ տվել եւ փաունդով համեղ ընտիր բաներ են։ Սրանք մոռացա անուն, լիկրիշներն են։ Նենց անուշ հոտ է գալիս, որ գնա գալիս է։ Սրանք են թթու սիրողների համար են։ Թթու լավաշներ են, նայեք։ Օ, այստեղ նայեք տեսականիները, լիքն է։ Սրանցից տանը ունենք չամիչով, հնդկական ընկույզով, նուշով։ Կրուպեղեններն են։ Շոկոլադները։ Արևածաղիկը։ Չիայի սերմնա $3.68 արժի այստեղ փաունդը։ Ալյուրի տեսակներ են։ Այնտեղ նույնպես։ Գնացի ես մաքրուհուն հանդիպեցի, խեղճին խանգարում եմ։ Դեր են կոնֆետները։ Համեմունքները։ Ընտիր։ Գիտեք ինչ էի նայում։ Այստեղ խոզի կաշի կա, չիպս սարքած էդ էի նայում, հեսա տեսնենք կգտնեմ թե չէ։ Բրինձի տեսակներն են։ Հեսա պետքա վերցնեմ կլոր բրինձ տոլմայի համար։ Այստեղից եւ փլաֆի համար։ Սա մի րոպե։ Էդ ինչի՞ ա վերցրի իմ ուղտիկը իսկան համով։ Դե դիր ընդեղ։ Դիր քարտի մեջ բալես։ Վերցրեցինք երկու տեսակի բրինձ, բասմատի եւ տոլմայի համար։ Այստեղ սպագետի տեսակներն են։ Սեք մակարոնների, վերմիշելների տեսակ։ Լիքը։ Այստեղ բանանի խառը մրգերի չիպսեր են, բայց ես չգտա խոզի կաշին։ Չկա այստեղ այս օհեսա։ Սա սրանից ենք վերցնելու։ Շատ համեղ է։ Հոտ արդեն գալիս է։ Սա տոպրակը վերցնենք։ Ցանենք օտակի մանրները չգա։ Ասի սա տատիկ առնի նոր, հանկարծ ձերքը չմցնես մեջը բալես, չի կարելի։
Հայկական կաթաները։ Հա։ Ինչ եղավ։ Հելքա չէ՞ դելի լցնենք։ Հելքա։ Նու ֆրայ չիփսը լավ չէ, սի գրեյ մի հատ գրեյ նոր ուր ասրա համարը։ 2, 3, 5, 7 Փաունդը արժե 6.98, համարյա $7 փաունդը 450 գրամը։ Բամիայի չիփս կա $15 փաունդը։ Կսիրեք բամիայի չիր վերցնեմ։ Լավ, նա տեսնես։ Հեսա բամիայի չիր ալին։ Վայ։ Այստեղ հայկական գաթաներն են։ Նազուկն է, հայկական նազուկ։ Անցած անգամ որ ես գնել էի, ունեմ դեռ, դրա համար չեմ վերցնելու։ Բուլկիով չամիչները, այստեղ կլոր գաթաները, տաշի։ Եմ որ սիրուն սենց պատրաստում են հարսանիքներին, բռնում ու պարում են, այ։ Ալին չամիչով բուլկի կուզեք։ Չեք ուզում։ Ասմա չամիչ չկա մեջ, ուղղակի սենց վերևից է երևում, որ բանա մեջը չկա, ճիշտ են ասում, ճիշտ է ասում։ Այստեղ կեքսերն են, հացերը։ Ինչ եք վերցնում, որ։ Հերցը ուզեց։ Հասրանցից։ Բա ինքն է գրում է։ Այստեղ հետաքրքիր բաներ չկա ունենք, չի, առել ենք։ Տանը ունենք։ Սանդվիչի լավ հաց չկա։ Հա։ Օ, նազուկ գաթան ասեմ, գինը արժե 6.98, բայց մենք $10 գնեցինք, հիշում ես։ Դերստեղ էժան է ամեն ինչ այդպես թանկ չի, մնացած խանութների նման։ Գաթան 4.48, կլոր գաթան։ Սուրճը, ոյ, սուրճ կնոջ բուրմունքով։ Այստեղ տեսեք, ուրեմն այս փինատները, գետնանուշ չէ, ես կարծեմ, և բադամը, այսպես լցնում ես ապարատի մեջ, հիմա կարող ես ամանը դնել այստեղ, և ինքը կարակը հանում է, ոնց որ ասած, լինում է peanut butter, այսպես է կոչվում, նայք, peanut butter, almond butter, այսպես ինքը հանում է շատ համեղ, ասես կսում ես հացի վրա և ուտում, շատ համեղ է լինում, սրանք էլ այսպես այստեղ մեղրի տեսակներն են, մեղր է գալիս, 1, 2, 3, 4, 5, հես են, կրանիկներից, մեղրներ են, համեղ, փաունդով վաճառվում է, կոկոնատ օիլը այնտեղ, կոկոսի յուղն է, օրգանիկ բլու ագավա յուղն է, խառը տարբեր, ամեն ինչ կա, ամեն ինչ ուզես, աշխարհի ուտելիքները, սնունդը այստեղ կա, և թարմ են պատրաստում վաճառում, և ահա այստեղ բեյկերին է, տեսեք թարմը պատրաստում և հանում են հացերը վաճառքի, տակ համեղ։ Ուզես են հացերից հատած։ 2-3 հատ վերցնենք։ Մի 3 հատ վերցրու, այս բեյգլսներն էլ են լավ ալին։ Մի քանի հաց վերցնի, հատիկով հացերը։ Մենք եկել ենք կանաչի առնելու, առևտուր ենք անում, այստեղ։ Այդպես է,
Մի բանի համար գալիս ես, մի բան պետք է, բայց շատ առևտուր ես անում։ Այստեղ արդեն պատրաստի ուտելիքն է։ Ասեք ինչ հավեր է։ Համեղ։ Այստեղ աղցաններն են, թարմը։ Շատ մեծ խանութ է, էսի սուպերմարկետ է, եթե այսպես մանգաս ու ցույց տաս, առավոտից իրիկուն չես վերջացնի։ Այստեղ ծովամթերքներն են, ձկների տեսակներ են։ Իմիջայլոց սրանք շատ համեղ են, մենք առաջ գնում էինք սրանից, դնում ենք ավնի մեջ, երևի մի 8 րոպե, 10 րոպե արդեն պատրաստելին շատ համեղ այս միջուկը, շատ ընտիր համեղ է։ Սրանք գորտի բդիկներն են, $5 արժե, 1, 2, 3, 4, 5, 6 հատը, շրիմպները, ձկան տեսակները, $20 արժե ձուկը, այստեղ մի կտորը, 22, 19, նայած քաշի, շրիմպները, սա ռակի պոչն է, $15 2 հատ փոքրիկ պոչիկը, ոտքերը, քրաբի, $33 արժե։ Սրանք աղցանի համար են քրաբի մսերը։ Սրանք համեղ են իմիջայլոց, բայց արհեստական է ինձ թվում, բան չեն, այտենց լավը, բայց համեղ է։ Ալին ես էի նոր ասում, բայց այս միջուկը այն միջուկն է, որ մենք առաջ ուտում էինք։ Նույնն է։ Տես որն ալա վերցրու տանենք, սարքենք, ուտենք։ Դնենք բանի մեջը, կդնենք air fry-ի մեջը, հա։ Բանը նային։ Տես որն ալավը կա, լավը վերցնենք։ Այն ներքևինը նայի հլը։ Սրա էլ միջուկն է, հա, չէ, քիչ չի, լավ է։ Էսի վերցնենք ալին։ Ինչ արժի։ Գինը չկա, բայց խի չկա գինը, կա, հա, $13 արժե, 12 45 2 հատը, տանենք եսի սարքենք ուտենք, շատ լավն է, նայի լավ կա ատեղելի, դե հետի մի վերցրու, եսի նայի լավն է, չէ, եսի կարող է հետևիները թարմը լինի դրած, Այս երկուսից մեկը նայի վերցնենք։ Էսի երևի։ Էսը լայսա բանսը տեսա։ Էսի վերցնենք, հա, լավ էսի վերցնենք։ Ինչ հավես սուպերմարկետ է։ Աշխարհի մսերի տեսականիները, ձկնեղենները, ընտրություն ա ուղղակի, ընտրություն, սենց ընտրես ու վերցնես, ընտիր ամեն ինչ, $20 արժե սա, կովի պոչնա, այն կասկոյում գալիս է 2 հատը միասին, բայց $40-45 ա, 30 քանի դոլար ա, այստեղ մի հատնա,
Վերջապես հասանք մեր ուզած տեղը։ Իդար վերցնի երկու հատ լավ։ Արի սրանից էլ վերցնենք ալին։ Բայց կա լավ։ Հա, Դրանք լավն են։ լավը չի, լավն է, հլստ է։ Տանենք, տապակենք, ուտենք էլի։ Սրանք այդքան լավը չեն։ Թողրոմած է։ Բամյաները հեչ լավը չի։ Կանաչիների համար տոթակ պատրաստեք։ Մի հատ հերիքա։ Գինձ հերիք է մի հատ։ Հա։ Մեզ սոխ է պետք, բայց լավ սոխ չկա։ Հեչ բանի պիտանի չի, բայց պետքա վերցնենք, էլ ուրիշ խանութ չենք գնալու։ Ասպարագուս վերցրել եմ։ Եգիպտացորեն եմ ալին վերցրել, խաշենք։ Չես վերցրել, չէ դու։ Հա, դե լավ է, որովհետև շատ է։ Կաղամ պետք չի։ Վայ, այս ինչ փափուկ այս օրենջները։ Այ քեզի բան, Լեոնայի ասած։ Մամա ջան, գիտեք ինչի է, տենց ախր շատ են լցնում իրար վրա։ Տոննաներով լցնում են իրար վրա։ Դրա համար բան է լինում, տենց զմխվում է։ Էսի լավն է վերցնենք։ Եթե լավը չի մի Էսի լավն է ալին, այս մեկը։ Պնդոտ է էսի։ Ոնդերի ուրի բաներ չվերցրեցի։ Ինչ։ Գրեյփֆրուտ? Չէ, չեմ նայե։ Բա վերցնեիր դու։ Արի էսի վերցնենք։ Կգնանք հեսա բան կանենք, գրեյփֆրուտ էլ որ վերցնենք։ Ստեղ չկա գրեյփֆրուտ։ Կան արեք։ Սրանք Costco-ից է լավ վերցնում ենք։ Փոքր Costco-ն, այսինքն բիզնես Costco-ի մասին չի խոսքը։ Քո վերցրած մանգոները կերակ։ 70 ցենտ է հատը։ Մանրը հատը։ Ինձ մի քիչ ցենտ կարելի կանաչի պատը։ Լավը չի էսի։ Էսի նայ։
Ինչքան ժողովուրդ կալին։ Որտեղ է բանը քաշիրները։ Տեսական ապրանքներ են, խմիչքներ են։ Սրանք շոկոլադներն են, վարդի տեսքով։ Եղեցիկ սարքել են։ Էդ ինչ բերեցիր։ Վայ, ջելիները, ջելիները։ Մաքրել ես ձեռքերը, սանիտայզինգ արել ես։ Սանիտայզինգ արել ես ձեռքերը։ Good job. Գնացինք հարգելիներս խանութներից, ես կարծում եմ վերջացրեցինք, գնանք տուն։ Խանութներն ընկներն էլ մի բան չի, հոգնում ենք։ Գնա, Լեոնա, գնա։ Մեշոկը ուսին դրած։ Գիտես ինչ են գրել, ասում են, որ սիրում ենք շոփինգները, որ գնում եք շոփինգի, բայց Լեոնայի հետ։ Առանց Լեոնայի չի լինում, չի ստացվում։ Հա, Լեոնա ջան, լավ շոփինգ ես արել։ Արի դե, արի, առաջ անցի։ Բարս Լեոնայի հոտատիկը չի գնար շոփինգի, ես ոնց կանեմ։ Չեմ իմանում ես ոչ մի բան, Լեոնաս է սաղանում։ Բարև բոլորին։ Վերջերը տեղավորենք։ Ինչպես տեսնում ենք, անձրևը կտրվել է, փոքրիկ կաթիլներ են ուղղակի։ Կարևորը որ ուժեղ անձրև չի գալիս, հասնենք տուն ապահով, բարով խերով եւ այդպես, ինձ թվում է տանից էլ կմիանամ ձեզ, տեսնենք ինչ ենք պատրաստում, կարող եք իստեմ ձեզ հետ եւ այստեղ ասեմ, որ Ալինայից ասեմ, որ մտավ բժշկի դուրս եկավ, ոտքի գիպսը հանել են, ուրիշ սապոգի մեջ են դրել, կոշիկի նման բան են հագցրել, որ կարող է հանել եւ դնել այդպես։ Իսկ նա գիպս էր կոշիկի նման, սապոգի նման չէր դուրս գալիս, ուղղակի կարար ոտքը դներ գետին։ Հիմա փոխել են արդեն, որը որ շատ լավ է, դեռ բութ մատը չի աշխատում, ովքեր չգիտեն, ասեմ, որ վիրահատությունից հետո բութ մատը ոտքի ջիլը փախել է,
չեն իմացել քանդելուց հետո նոր Ալինան նկատեց, գնաց եւ նորից վիրահատեցին, ճանի վիրահատություն էր տեղի ունեցել ոտքը եւ կպցրել են հիմա այդ մկանը ջիլը, այդ է պատճառը, ամբողջ պատմությունը։ Հիմա բուտմատը չի աշխատում, չի աշխատելը որն է, իրան physical therapy է պետք է մասաժներ անի, բժիշկը physical therapist-ը, այդպես որպեսզի սկսի կամաց բուտմատը աշխատել, տեսնենք ոնց կլինի, բայց ընդհանուր Ալինան իրան շատ լավ է զգում, ոտքը լավ է, չէ Ալինա, okay. Եվ նորից եմ կրկնում, խորհուրդ կտանք ովքեր ունեն այդ խնդիրը, որպեսզի վիրահատությունը անեն, հեռացնեն ճանը, որը որ ձեզ տանջում է, հարգելիներս, եւ այդ խնդրից որպեսզի պրծնեք ու ազատվեք։ Ինչպես գիտեք, մեկ ոտքը 2 տարի առաջ է իրարել, չէ, առաջին հատը ավելի շուտ, 3 տարի, 2-3 տարի առաջ, մեկն էլ արդեն այս տարի արեց, հիմա շատ լավ արդեն ճանը հեռացրեց, իրեն շատ ցավ էր տալիս, ոտքի վրա շատ կանգնել չէր կարողանում եւ վիրահատությունից հետո աջ ոտքը շատ լավ էր, հիմա շատ լավ է, այսինքն հիմա երկրորդն է ցախ ոտքը, շատ լավ կլինի, այդպես հասանք տեղի Ալինան իրա վեշերն է տեղավորում, այստեղ դեղին dragon fruit-ներից էլ է գնել, ես չեմ տեսել այնտեղ, որ ես վերցնեմ, ոչինչ, միասին ենք ուտում, մի խոսքով այդպես, այստեղ է ձուկն է պատրաստ արդեն, salmon ձուկը, ինչ անուշ հոտ է գալիս, դնում ենք այստեղ, Ահա 10-15 րոպե ընդամենը եւ ձուկը պատրաստ է։ Սա էլ նորվա առած կանաչին է, արդեն վարքյանական Ալինան աղցան պատրաստեց, ավոկադոյով, լոլիկով, ահա, մի խոսքով համեղություններով և համեղ սոուսով, դե ինչ հարգելիներս, սոված ենք, դե ինչ անուշ լինի մեզ, ձեզ շնորհակալություն, որ սկզբից մինչև վերջ մնացիք մեզ հետ, դե այսպես վայելենք, ուտենք և անուշ լինի բոլորիս հացը, դե կհանդիպենք կրկին շատ շուտով, հասանք տեղի Ալինան իրա վեշերն է տեղավորում, այստեղ դեղին dragon fruit-ներից էլ է գնել, ես չեմ տեսել այնտեղ, որ ես վերցնեմ, ոչինչ, միասին ենք ուտում, մի խոսքով այդպես, այստեղ է ձուկն է պատրաստ արդեն, salmon ձուկը, ինչ անուշ հոտ է գալիս, դնում ենք այստեղ, ահա 10-15 րոպե ընդամենը եւ ձուկը պատրաստ։
Սա էլ նորվա առած կանաչին է։ Արդեն վարքյանական Ալինան աղցան պատրաստեց։ Ավոկադոյով, լոլիկով։ Ահա։ Մի խոսքով համեղություններով եւ համեղ սոուսով։ Դե ինչ հարգելիներս սոված ենք։ Դե ինչ անուշ լինի մեզ, ձեզ շնորհակալություն, որ սկզբից մինչև վերջ մնացիք մեզ հետ։ Դե այսպես վայելենք, ուտենք եւ անուշ լինի բոլորիս հացը։ Դե կհանդիպենք խրկին շատ շուտով։